Ընդհանուր առմամբ նա տալիս է 44,000 սպանված այս արշավանքի ժամանակ, խայտառակ պարտություն էր նրա համար, Հայաստանում արտավազդը նրան ընդունելություն է տալիս, բժշկում է վիրավորներին եւ ապահովում անհրաժեշտ պարենով եւ արտավազդի նկատմամբ Անտոնիոսը այստեղ շատ դրական մոտեցում է ցուցաբերում, բայց իրականում հետագայում պետք է հենց արտավազդի վրա բարդի այս ամենի պատասխանատվությունը։ Բանն այն է, որ Օկտավիանոսի հետ մրցակցության պայմաններում նա պետք է հռոմեական սենատի առաջ արդարանար, ասեր, որ ես պարտություն կրել եմ, որովհետև ես մեղավոր չէի, մեղավոր էր այդ պայմաններում հայոց թագավորը։ Եվ այստեղ իհարկե պատասխանատվությունից խուսափելու անհրաժեշտություն կար։ Ու մի քանի փորձ արեց արտավազդին կանչելու, կալանավորելու եւ Հայաստանը օկուպացնելու, չէր ստացվում։ Ի վերջո 34 թվականին նա արշավանք է ձեռնարկում Հայաստան եւ արտավազդը այստեղ թույլ է տալիս մի փոքրիկ սխալ։ Արտավազդը կարծում է, որ հնարավոր է, ինչպես Գնեոս Պոմպեոսի հետ Տիգրամեծը կնքեց պայմանագիր Արտաշատի մոտ, նույն մոտեցմամբ կնքել նմանատիպ պայմանագիր, գալ ընդհանուր հայտարարի։ Այդտեղ Անտոնիոսը մտնում է Հայաստան, սահմանից սկսած քանդ ու քարափ անելով, պետական գանձերը թալանելով, տարբեր ամրոցներում պահվող այդ գանձերը տանելով, արդեն պարզ էր, որ նա պատրաստ չի երկխոսության։ Նա խնդիր ունի գնալու ներկայացնելու, որ ինքը հասել է հաջողության։ Եվ արտավազդը փորձելով երկիրը ավերածություններից փրկել, գնում է ուղիղ բանակցությունների, խաղաղություն առաջարկելու օրակարգով։ Եվ այստեղ նա փաստորեն սխալվում է։ Անտոնիոսը չէր եկել խաղաղություն հաստատելու նպատակով։ Նա չէր եկել արտավազդի մտածած խաղաղության ընդառաջ շարժվելու եւ նա կալանավորում է արքայից արքային Արտավազդ II-ին եւ դրանից հետո Հայաստանում շարունակվում է օկուպացիան։ Նախագծի գլխավոր գործընկերն է Կոնվերս բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։